Քույրիկ ջան։ Մի քիչ երկար հագնեիր, ոչ դու կդողայիր, ոչ էլ ես։ Հասմիկ, բոլոր բաժնի պետերին հրավիրի ինձ մոտ։ Մտեք։ Բոլորը դեպի ես ռազմիկ նուրա։ Ուշանում է։ Ստերը եկա ներողություն։ Շենք կտրոպկա։ Ներողություն։ Լսեք ուրեմն, այսօր մեր խոսակցությունը շատ կարճ է լինելու։ Նախարարությունից մարդիկ են գանում։ Լրիվ ստուգումներ է գնալու ու մի թեթև կարող է ժողովանման բան լինի։ Խնդրում եմ, այսօր ոչ մեկը գործից չբացակայեք, բոլորդ լինեք ձեր տեղում։ Եղավ։ Ոչ մեկը։ Ներողություն եմ խնդրում, շեֆ ջան։ Եթե կարելի է ես այսօր չգամ էլի, իմ համար շատ կարևոր օր է այսօր։ Մի րոպե, Ռազմիկ։ Ամենակարևոր բաժիններից մեկի պետը դու ես։ Դու ո՞նց չգաս։ Բայց խնդրում եմ դուք էլ ինձ հասկացեք, այսօր տատուս քարն են քաշելու, որովհետև վաղը տարին է։ Ռազմիկ ախր բան 1000-ից մեկ ալին, այդ մարդիկ գալիս են, չլինի տարին մյուս օրն անեք։ Վայ, ցավը տանեմ, ինչ ես ասում, դու տատուս չգիտես, անենց անհամբեր կնիկ էր։ Ես ձեզ խնդրում եմ, եթե հնարավոր է թողեք, էլի շատ է։ Ռազմիկ ջան, ախր սա 1000-ից մեկ են այս մարդիկ գալիս, ախր շատ կարևոր բան է։ Տատուս քարն էլ ենք 1000-ից մեկ քաշում, ցավը տանեմ, դու տատուս չգիտես։ Ես ձեզ խնդրում եմ, եթե հնարավոր տատուս քարն է։ Իմ տատուս քարն։ Ներողություն։ Շատ եմ Լավ, ինչ ասեմ։ Կարամ գնամ։ Գնա, ինչ ասեմ։ Ներողություն, կներեք։ Եղավ ժողովուրդ, ոչ մեկը տեսող չեք բացակայում, բոլորը ձեր տեղում։ Եղավ։ Ազատ։ Ով։ Չէ ցավը տամ, ուղղակի հոգնած եմ, լավ հոգնած եմ այսօր։ Դե նախարարությունից մարդուրդեր եկես ստուգումներ էին անում։ Ամբողջ օր իրանցով էին էլի։ Ահա։ Ինչ անես էտա, էտ էլ մեր Ոյ ես քո հետն եմ անիծել։ Քո հետ չեմ։ Վայ ես քո հետն։ Լավ ես քեզ կզանգեմ, աբո ջան։ Ահա կզանգեմ, լավ։ Հասմիկ, են չորրորդ բաժնի Ռազմիկին ասա թող գային մոտ։ Մտեք։ Կարելի է շեփ ջան։ Արի։ Բարեցես։ Բարև։ Կանչել եք շեփ ջան։ Հա, Ռազմիկ։ Հա։ Ռազմիկ։ Կան շեփ ջան։ Երեք տատուտ քարը քաշեցիք։ Հա, ցավը տանեմ, շատ շնորհակալություն։ Անենց լավ էր ստացվել։ Ռազմիկ։ Հա։ Այդպես լավ քարը լի բեր մի հատ էլ իմ վրա քաշի։
շոթել։ Քուրիկ ջան, մի րոպե բացեք էլի դուրը։ Մի րոպե հեսա։ Բարև ձեզ։ Բարև։ Քուրիկ ջան, այն գյուղի վերջում մեքենաս փչացավ։ Ոչ մի կերպ չկարողացա սարքել, հեռախոսել կապ չկար, որ գոնե զանգեմ քաղաք մի բան անեմ։ Խնդրում եմ ձեզ, եթե հնարավոր է, եթե կարելի է, մի գիշեր ձեր տանը գիշերը առավոտյան արթնանամ, մի բան անեմ, մի ձևի սարքեմ, մեկին կանչեմ, մի բան անեմ, մինչև գնամ հասնեմ տուն, խնդրում եմ Քուրիկ ջան, շատ եմ խնդրում։ Ախր եղբայր ջան, տանը տղամարդ չկա, ես մենակ եմ, Ոչինչ Քուրիկ ջան, ոչինչ։ Ես ինտելիգենտ մարդ եմ։ Անցեք։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Արի, աղբեր ջան, արի, ջրերը կտրվել են, ջուրեցնեմ լվացվի։ Ես ջրով եմ լվացրել։ Այո։ Դուք ես ձեր 5 հատ հավին 10 հատ ակլոր է հասնում։ 10 հատ ակլոր։ Չէ հա։ Այս 10 ակլորից մենակ մեկն է իսկական ակլոր։ Մնացածը քո նման ինտելիգենտ են։ Չես իզաղում սամտնալը, մինչ ես իջը։ Կևո, արագիդես իչ եմ մտացում, նայել է, մի բոր գյուղ եք, չէ, մի բոր գյուղ եք, որ կծես։ Արա, մտացում եմ, մի բոր գյուղ եք, բայց ինքան են աղջիկներից կարով, ոնց է դտե ծորա շատանում բազմանում։ Այդ որն է։ Կևո, լավ էլի դե, կեզ մի ամետի տեղնիտ է, այն ներս ընգաց էլի։ Թե դուրսն։ Այլի դեր։ 40 տնտեսություն ու 40,000 ակտիվություն։ Լիքը, բոլ։ Հելարի հաշվենք, Արի վերևից դամ։ Են վերի թաղից, արի։ Ալտերա, սարկողի, կնիկը։ Իդ, մոմոյ արի, ադե գևո։ Բայն պոսպորողի աղջիկը։ Գևո։ Բոյդի Հեմաղ չէ։ Բայց շիտիլի կուրը։ Գագասի աղջիկը։ Էլով է գալի դևից, էլս էտ վերևից իջի։ Իս դուքի մաման։ Լավ էր արեդի խոսակցում է։ Ես գիտեմ։
Սմբուլը չէ, իր մորքուրի աղջիկը։ Վարձում եմ։ Անդիցելով ակալի, դրանցից հետո… Դաց կողքը… Բաննա։ Որո… Գևո ջան, ուզում ես նայ, ուզում ես մի նայ, ապեր, ուզում ես նեղացի, ուզում ես մի նեղացի։ Ձեր ցեղից գոնե հորքուրիդ պտի նշեք։ Նշի։ Դուք ով եք ինչ եք ուզում։ Փողերը տանի թե չէ։ Թե չէ ինչ։ Համար քեզ ինչ ասում եմ, փողերը տանի թե չէ։ Թե չէ ինչ։ Լսին դու, ասում փողերը տանի։ Հա, Թե չէ։ հասկացա։ Լուսի մարդ է։ Չէ։ Ջրի։ Դա չէ ինչ ջրի։ Գազի մարդ։ Դա ես ինչ գործ ունեմ գազի։ Մի րոպե։ Հա, թաղապետարանից է։ Ոչ էլ թաղապետարանից, ասում եմ փողերը տանի թե չէ։ Թե չէ ինչ։ Լստեք։ Արա ասում եմ փողերը տանի թե չէ։ Մի կտոր հաց ուտենք։ Չեմ ուզում։ Միասին։ Չեմ Ես էլ ուզում։ մենակ չեմ լինի։ Չեմ ուզում։ Լավ սպասում եք։ Չեմ ուզում։ Լավ տպով տոլմա։ Այմար չեմ ուզում։ Հաշվի առեք, իմ զոքանջը յուրաքանչյուր տոլմա փաթաթ ունենա։ Չեմ ուզում։ Իսկ գուցե մի գավաթ սուրճ, սև, առանց շաքար։ Դառը։ Դա այդ հարասիրում եմ։ Դա ես մենակ դա ես զորվում եմ որ փողերը տանի։ Բայց չի գորում։ Ես դա եմ լսում։ Լավ, փողերը տանի թե չէ։ Թե չէ ինչ ախր, բայց չեք բացատրում չէ։ Հետո գիտեք չեմ վախենում։ Այդ ձեր դեմքը տանոց է, բայց մի տեսակ վախենալու չի։ Հենց ավելի վախենալու է։ Փողերը տանի։ Չէ։ Եկեք փորձենք, գիտեք, այն Ստանիսլավսկու, ես վերջերս ուժս էի նայում, չէ։ Գիտեք այդ ուժսը, որ եկավ ինքը միցակցեց, արյունները թափվում էր, գլուխը պոկվում, ընկնում էր, sense բաներ անում ու այս են ցելնում։ Հենց փորձենք։ Փողերը տանի չէ։ Ահա, ստացվեց, բրավո, վախեցա, մի րոպե, խնդրեմ, Ինչքան է։ ահա կինը, տեսակ ստացվեց, այ որ ուզում եք ստացվում, Ոյ դու ինչ լավ մարդ ես ապեր։ Էս պետք չի չէ, խնդրեմ, Էս դեր տվեք, տունա պետք է, հետո գիտեք, այսինց ավելի վախենալու է, սա էլ մի Ոյ օգտագործեք, ցավոք տանը։ հա ու գալից 2-ից 4-ը չի գաք աշխատանքի է, Եղավ ցավոք տանը։ Ահա, հիշեցի։ Փողերը տանի թե չէ։ արդեն, Հա, ճիշտ է, բայց ինչ պետք է ասեի։ բայց թե չէ ինչ, լավ, վերջը, թե չէ ինչ, Այդ տեսնում ես, դու ինչ ես կրասնում ես, որտեղ ես առաջ անգամ եմ գողություն անում, դու ինչ չփոտեցնում ես։ ահա, պաստեն նու բարը, Նու բարա, բա։ աշկետ լուս, Հաջողություն։ խնդրեմ, 2-ից 4-ը չգաս, տանը չեմ լինում, Եղա։ Ախմեդ ջան, Աստված բալեքիդ պահել, ներն եմ մի քիչ օգնել։ Ես ոչ աշխատեմ, Աստված բարեկից չի պահի։ Հեր։ Էս այլ չկա։ Ախմեդ ջան, մի քիչ փողով օգնել իմ ներն եմ։ Երեք չտվի։ Գիտես ինչ կա, այն գազը տրակեց, ինչ կար չկար գետնին հավասարացեց, հիմա ոչ տուն, ոչ տեղ, այստեղ էլ քնում եմ։ Դեսի չես ամաչում։ Մեծ բիլագիտ հաստությանը նայի, վզիտ հաստությանը նայի, չես ամաչում, նստել ես փող ես հավաքում։ Վայ, քույր։ Ար, տենամ քեզ փողը կոկնի։ Արժեր ես կանի համար։ Ախպեր ջան, մի քիչ օգնի էլի։ Ինչով։ Փողով, Երեք չօգնեցի։ բայց ավտանեմ, բանկից փող էի վերցրել բարկով։ Չկարողացա տալ, ինչ կար չկար եկան առան տարան, տուն տեղ, ոչ մի բան չթողեցի, հիմա ստեղ էլ քնում եմ։ Լսի,
Այդ դու չէիր, որ ինձ ասում էիր, գազի բալոնը պայթեց, տունս վառվեց, ունեցած չունեցածս վառվեց, գնաց հիմա էլ այստեղ քննում, ինչ ես գլխիս լոլո կարդում, արա։ Իմ տունը վառվել, Հա, Երբ։ 3 օր առաջ։ Ախպեր ջան, եթե այդ քո ասածները ճիշտ է, չէ՞։ Իզնից դժբախտ մարդը չկա։ Խառնել եք իրար, այդ ցավը տանը։ Թող, դու են բաները տզի։ Վերջը դուք եք։ Որպես ես խանութում միշտ էլ առաջինն եմ, ես իմ խանութը։ Շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ։ Ես էլ։ Էս ոնց է վաճառվում էս։ Շատ լավ էս, երկրորդ ֆուրնը 18-ով հերթի տակ է, հերթի տակ։ Ես ոնց ասա, երթին երկրորդ երկու հատ ճամփին է, հեսա գալու է։ 18-ով վաճառվում։ 18-ով ազնությամբ, հերթի տակ, ես նոր եմ բացվել սա։ Ընկեր ջան, մի խնդրանք ունեմ ու լավ առաջարկ։ Ասացավ։ Արի կլի դու մի 50,000-ատ ինձ դու սրանից։ Պրոբլեմ չունես ցավը տան։ 10-ով։ 10-ով, պրոբլեմ։ Ինչ, չէ, հապե, 10-ով։ Ես քեզ ասում եմ 18-ով ծախված, ինձ ասում ես 10-ով, չէ, հապե։ Չեմ Մի րոպե իրան ասում, դու ասեցիր հիմա ես ասեմ։ Ասա։ Ապեր մի բուր ասկենք, հայ եկելի։ Քուչուր երեխան գագոյից տեսել ես փոքրից։ Արա մի հատ երեխա է, մի հատ համոբլա, մի հատ երկում է, որ երկում է, չէ՞ սա հարևանները ապակվում են իրար գլխի։ Ինքան մեծնել ես տարի ինստիտուտ անդրում։ Դե ծախսաբանա գիտես, ագիպան։ Արի դու 50,000-ատ ես 10-ով դու։ Շայցավ տանեմ, ինչ 10-ով, ասում եմ 18-ով երբ տակ ծախմա, դու ինձ ասում ես 10-ով, այ ախպեր Դու գագոյին չես տես։ Իմ դեպքը ծանոթ չի։ Բա ես երկում եմ, չէ՞ տելևիզորում։ Բա գագոն ոնց է երկում։ Ես գետոն բեստավ ես տարի ինստիտուտ անդրում, մի բուր ասկենք, էլ ինչ կլի, տանը ծախեմ 2 կոպեկ փող աշխատեմ, այդ տանիքը պահեմ։ Արի դու ինձ լավություն ար ախպեր ջան, Աստված երեխեքիդ դեմը կբերի։ 50,000-ա 50,000-ը տանում եմ, նա։ Եղավ ցավը տան։ Բանարեք ֆռնակ հետևից պայես մեքենայով եք, չէ՞։ Բա, պայեսից բանարեք բարձեք 50,000-ա թող տանի։ Էսա ես կգամ, մի խնդրանք էլ ունեմ, անոտ ոնց է։ Լևոն։ Շատ ուրախ եմ, Լևոն ջան։ Արի Լևոն ջան, սես պայմանավորենք։ Արի արել ես, սես լավություն էլ արա։ Արի դու փողը վաճառելուց հետո բերեմ տանը։ Չէ, այ ախպեր, մի րոպե ցավը տան։ Ախպեր ջան, 18-ից իջա 10, չէ ցավը տան։ Հիմա էլ փողը ծախելուց հետո չէ, ես քեզ ասում եմ հերթի տակ ծախմա, դու ասում ես 10, ես այդքան չէ։ Ես ասացի մի րոպե։ Լևոն ջան, արել ես, ես էլ արապրծելի ցավը տանը։ Մի բուր ազգեն գագոյի որ լսեց, արա իմ խաթր կոնե չես համ գա։ Երեխա, այնքան լավ երեխա, կծելու երեխա է, շատ լավ երեխա է, ես ոչինչ, ես մեծ մարդ եմ, ապեր ինչ կլի, բանտանիքը, հայեք, մի բուր ազգենք։ Եվ կտաս ասի։ Վաճառքից հետո, ես վաճառվեց, այդ փողը կբերեմ, 50,000 դեք տամ։ Լավ, եղա, հա։ Դե որ այսքան լավություն արես, մի բան էլ ասեմ ու գնամ։ Լևոն ջան, դու գնա պայս, արի մի 5,000 դրամ ինձ փող տու, դնեմ տաքսին ու հարմար տանեմ, իմանամ ինչ եմ անում։ Ձեր ես առում, այ ախպեր ջան, ցավը տանը։ 18-ից իջա 10, հետո ասի փողը հետո մել 5,000, չէ, այդ ցավ թող։ Հա, բայց Լևոն ջան, այսքան լավություն արել ես, ես էլ արապրծի ցավը տանը։ Արա կակո, որ ինչ ունեմ, չեմ կարող դրան լուծի։ Ո՞ղ շուտ կախծած ունի լանկոտ։ Մի հատ երեխա է, այն մեծնել ես տարին թումա ինստիտուտ։ Ցոնցի լեզուն ես է։ Բագագույն։ Լավ, եղա, ոպե։ 5,000 կասից փող տվեք, անունը բան սաղ գրեք։ Եկել հեռախոսա համարը անպայման գրեք, համարը չես տեսել։ չգիտեմ, Դու այնքան բարի մարդ։ Մեր ծախվելուց հետո խնդրում եմ մի անգամից բեր էլի։ Եղավ ցավը, համարը բանը սաղ գրեք էլի։ Ապեր, Աջան։ այ հիմա մտածում եմ։ Արա ասում եմ, ես Լևոնը այս պատմության մեջ միտեղ ինձ քցում է։ Արա, բայց որտե չեմ ճուղ։ Ես քեզ էլ։ Վայ մամա ջան։ Զարա։ Ջալա։ Զարջան, են պրոֆեսորն ինչ ասեց։ Աշո ջան, դե ասեց
Մեռնում ես, 3 օրվա կյանք տվեց քեզ։ Լավ է։ Կավատած հեչ մեռնելու հավես չունես։ Դու տրամադրվի։ 3 օրվա կյանքը։ Ասի, կարող ես խալվել, հա։ Չի դե աշո։ Ո՞ց կարող ես խալվի, պրոֆեսոր Մարթա։ Հենա, վարազդատիկանիկն են։ Ոչ մեկ չէր հավատում, որ մեռնելու է։ Ասեց պրոֆեսորը 3 օրից մեռնելու է։ Մեռավ։ Հիմա այդ քոնն է։ Կարող անալիզներս են խալվել լաբորատորիայում առաջ։ Դե լավ էլի աշո, դե փրփրներից մի կախվի։ Ոչ։ Սարմիատ զանգի մի հատ են հարցրել էլի։ Հետո քիչ տղա ես, աշո ջակո համար պարկած բաներ ես որոշում։ Պրոֆեսոր Մարթա, կողա գիտես ինձ բանը գործ չունի անելու։ Ասել այ մարդը 3 օրից մեռնելու է, վերջ։ Անհար վրա զանգի ես խոսամ։ Այդ է լավ էլի աշոտ, ինչ ես, հիմա կասի պետք է մեռնի 3 օրից զանգելա բազարները ան։ Իսկ որ ուրիշ պրոֆեսոր կա, չէ։ Մալադեց։ Ինչի։ Բա իմանա չի նեղվի, չի նեղանա։ Աղջի ես 3 օրից մեռնում եմ։ Այո։ Դե միան ծավոն դու ծավոն։ Ժամանակը տնաշ է, որ գնաս հետդ մի բլոկ կդնեմ։ Պապայիս նվիրած մշտուկներ կտնես էլի Զարոջան։ Կդնեմ։ Զարոջան։ Վերնել անցած։ Երեն իմ ճակատագիրն են ես։ Դե որ այդենց է Զարոջան, ես մի երկու խոստովանություն եմ ուզում ատել քեզ։ Մի արա։ Գիտեմ սախ։ Չգիտես Զարոջան, դու բան չգիտես։ Գիտեմ։ Շարա, անգերուհու տետը դանը։ Բարսիկի։ Են խոզի։ Ինչ գիտես։ Գիտեմ, սաղ գիտեմ։ Գիտես։ Այո։ Լավ, հենց էր նոր ընդունած քարտուղարուհու հետ եմ եղել։ Մարինան։ Նրա հետ եմ եղել։ Ես վերջ ես եմ ազրե կյաժեր ներկել։ Ես էի ասել, որ քո նման եմ յազիչ։ Հետո ես մի հարևանը նոր որ եկել այդ բուժքույնը, է որ մեր եկավ սրասկեց է ինձ։ Սյուզին։ Սյուզ, հա, քեզ լավը չլի Զարոջան, բայց այս լավն էր սավ, է որ գասեր սրասկում էր ինձ։ Ես վերջի 3 անգամներ որ գալիս էր, սրասկելու համար չէր գալիս։ Ասեմ իմ ամանաս։ Գիտեմ, դրա համար էլ թույնել եմ։ Չալաղաս ջայի կուտի, խոզի, չէ, գարը կախած թոնիր, կախում ես թոնիրը, տակը պլավը դնում ես, կսենց եպում մարմանդ կրակի վրա, ու այդ յուղերը սաղ կատվում այդ պլավին, դու հանում դնում ես ու մատերով ապել, ուտում ես սաղ այդ գարը, այս տիակը է համով գարը, տիակը, Սովաս չեք ախպեր, դու ինչ կուտեիր ֆազ։ Ես ինչ կուտեի, խաշլամը ախպեր, ամանի տակ մատերը շարում ես, հետո խաղով է թուրպը միրյատ, հետո վրից պամիդորը լյադով է թմա, հետո միրյատ միսը է թում։ Ինչ ես խոսում ֆազ։ Ճիշտ է, շմիասնի քյուֆտեն էլա լավ։ Բայց ինքը լավ էր պատում գլաս, էլի։ Հա, հետո վրից կարտոշկեն, Սոխը շատ։ հետո սոխը լիքը, հա սոխը լիքը վրեն, բուղլամա մի հատ է քաշած արաղը դնում ես ախպեր, կյանք։ Ասում եմ էլի ախպեր ջան, շմիասնի քյուֆտեն ճիշտ է լավն է, բայց ընկեր ջան, արա այդ քավարի քյուֆտեն արասա ցիկ կնդակի նման, այսպես լավաշը փռում ես, մի հատ լեսյանից ես փռում, կարակս ես կսում ես, հետո մի հատ լեսյանից ես կսում ընկեր ջան, քյուֆտես ես դիլիմ կտրտում ես, հետո կարակն ես տալաշ անում այդ դիլիմների արանքներ ես,
ու հետո փաթաթում ես սենց ճատ մի հատ էսյանից, որ չկա թա աղբեր ջան, ու սենց լավաշը փաթաթում ես, ու այ ասեմ էտա է ֆազ, բանգեր ջան։ Աշատ աղբեր, դու ինչ կուտեիր, հենցը մի բերեին, ինչ ուզեիր դնեին դեմդ, ինչ կուզեիր։ Ես ինչ ասեմ տղեկ ջան, մի հատ անեկդոտ կա է ոսկե ձկնիկի մասին, ասում եմ, մեկը ոսկե ձկնիկ ա բռնում, ասում եմ տերին ինձ բաց թող, 3 ցանկությունդ կկատարեն, ասա ինչ ես ուզում, ասում եմ, մի հատ լավ վիլլա եմ ուզում, Սերծովի ափին, ես վերջի Մերսեդեսներից եմ ուզում, ասում եմ, լավ բնակարան եմ ուզում շենքում, իրա ջակուզիով, բանով, ամեն ինչով էլ իրա, բնակարանների շենքի մեջ, մեծ շատ սենյակներով, մի 10 միլիոն փող եմ ուզում, ես մեկ, հիմա իմն եմ, Համեդ Չալաղաջը կուզեի, Համեդ Խաշլամեն կուտեի, այդ մատերը որ ասում ես, դու քո ասած այդ քյուֆտեն, ճիշտ է, Էջմիածնի քյուֆտեն ես շատ եմ սիրում, մերոնք Էջմիածնեցին, Վարի քյուֆտեն էլ արեն, պինց ես, ռեզինին մասեց, կդր ուրեմ տակ-տակ վերցնում ես հապեր, այս ես տակվեք, ձերն է պարում ատնում ես մի կոմ, լավաշը սենց պարում ես, ես է կդրտում ես ես դիլիմ, այս ես դիլիմ, այս ես կդրտում բերում դնում ես ես լավաշի մեջ, աղա անում ես, աղա, որ տեղն էլի աղա, դու կարմիր բիբարը մորացար, կարմիր բիբարն է ծանում ես վրեն, մի հատ է կանաչի, ասեք պետրուշկա, այս ես պետրուշկան դնում ես, ես լավաշը ես փաթաթում ես, այս ես տակից էլ ես ծալում, որ չկա թա լավ ես նկարագրում, կյաշ ջան, այս ես վերցնում ես ես դուրումը, այս ես կտում ես, ուրեք, Աղբեր թակեք էլի թեման, սոպս կոտրվակ աղբեր, ու ուրիշ բաներից խոսած է։ Լավ ես հետո կուտեմ, բան չից խոսան կարա, ավտոներից խոսացեք, ավտոներից, օրինակ դու ինչ ավտո սիրում ֆազ։ 07 նիվի շթելով, Մերսեդեսի կալպակներով, ուճուր ռույլով աղբեր, խալին մեջը փռած։ Ետ ինչ ես ասում, ֆազ։ Հա ինչ։ Հեր այդ վաղտերն անցել է, լսում ես մշկո։ Ջիպ ասա, ջիպ, Ֆերրարին է ավտո, 07։ Ես օրինակ ընկեր ջան, ես Lexus եմ սիրում արածին, շենց մեծ կնդակի նման ես թռնում անստում ես ռույլի դեմը խաղ չկա, այդ ավտո, ինչ սիր մշկո։ Աշ դու ինչ ես սիրում, մաշտեքից որն ես սիրում։ Աշ։ Ես տղեկ ջան, հացի ավտոն։ Խմի, աշխարի վերջն է։ Կանիկ ջան, երկու օր գործի չեմ, թող խմեմ էլի։ Խմի բալքին կշտանաս։ Քեզ շատ եմ սիրում, թող երկու օր խմեմ։ Այդտենց էլ հետս չես խմեմ, հա։ Չեն կեր ջան, շնորհակալ եմ, խմի։ Երկու օր առաջ ընենց եմ խմել, մինչև հիմա խելքի չեմ գալի, խմի անուշ էլի, խմի։ Ես կխմեմ, կանիկ ջան կենաց։ Ես որտեղ ենք։ Հեսա թունել ենք մտնում։ Կանիկ ջան, որ իմանայի թունելը ասքան երկար է, ես քեզ լավ կսիրեի։ Ոնց։ Էդ դու չէիր։
Բարև Զարա քույրիկ։ Բարև Աշոտ ջան։ Ես ինչ բանի ես։ Այ ծմերված հախն եմ կոտրում։ Յա։ Այս Աշոտն ուր է։ Աշոտն ով է։ Հա, մարդ ես։ Հա։ Անդեղ է։ Անդե։ Հա։ Աշոտ։ Աշոտ ջան, բարև։ Բարև ախպեր։ Ես ինչ ես անում։ Հարթուկ եմ անում, Աշոտ ջան։ Դե լավ, լուրջ, ինչ ես անում։ Քամանչա եմ նվագում, ախպեր ջան։ Այ ախպեր, Զարան ընդեղ ցախակ օդրում դու ստե քամանչա ես նվագում։ Բա ինչ անեմ։ Ինքը քամանչա նվագել չգիտի։ Զարա։ Հələ շատ կան։ Մեռա քամանչա նվագելով։ Հաջորդ։ Ամեցեք։ Կարելի է բժիշկ։ Հա, ամեցեք նստեք։ Բարև բժիշկ ջան։ Բարև, նստեք։ Ես էլ տանեմ աղջկաս։ Ով դերնեք։ Ով ես։ Բանը։ Ինչ ունեի։ Հա, բժիշկ։ Հիշողությունս կորցրել եմ։ Երբ եմ կորցրել։ Ինչը։ Կարուն է, սիրուն է, երկո սերսեն աչել է, ինստան ճուվուկ է։ Համեցեք։ Ընկեր Պետրոսյան, կարելի է։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ախպեր։ Ինչ է։ Այ Պետրոսյան ջան։ Հա։ Ես 100 տարի է այս թաղում եմ ապրում, ճիշտ է։ Հա։ Այսքան ժամանակ դու լսել ես ես կան որևէ մեկից կանգատվեմ, որևէ մեկից բողոքեմ։ Լսել ես այսքան։ Չէ, բայց ինչ է։ Հավատանեմ ինչ եղել որն է, այն մեր վերևի հարևանն։ Հա։ Մեր գլխին առավոտի ծիրիկուն ջուր ալստում, հերիք չի։ Հիմա նա երկ ամեն օր այդ նույն երգն է երգում։ Կանուն է, սիրուն է, այդ կոնսեպսեմ աչերում, իստանջում ու գերում ես, կարուն է, սիրուն ես, այդ կոնսեպսեմ աչերում, իստանջում ու գերում, ինչքան կարելի է երկ երգել, այդ ցավատանում։ Լավ էլ երգում ես, բայց։ Ասма լավ էլ առավոտի ծիրիկում որ այդ երգը լսես։ Այս սաղս երկի չենք դարետունը։ Տատս երկում է, կինս երկում է, երեխեք, դու արդեն երեքմանց մեր կատունել է երկում։ Լավ ես դրանց կանչե պետները կխոսամ, այ մարդ, այ քեզ բան։ Խնդրում եմ էլի, ընկեր Պետրոսյան, ինչքան կարելի է կարուն է, սիրուն է, այդ կոնսեպտը աչել է։ Համեցիկ։ Բարև Պետրոսյան ջան։ Բարև։ Հա, ինչ է լավ։ Այ Պետրոսյան ջան, այ ցավդ տանեմ։ Այն երկել չեն երկում, ներսի, վերջացավ իդ։ Հա։ Կարուն ասի։ Այ ցավդ տանեմ, հենց գիտես ինչ են երկում։ Չտեսնեի։ Յարից տեսա գնաց սարը, սարից իջավ տաքսի նստեց գնաց ձիով, տատուն բերեց տաղեց պապու տարավ կերավ կատունա։ Արա սավորս են երկերը երկում, ցավդ տանեմ։ Բայց ինչ ես ուզում իմ։ Այ ցավդ տանեմ, այս երկախրնից էլ արագ են երկում, բարերն չենք ասում, ռեպ են ասում, ինչ են ասում, դրանից են երկում, այ։ Բարերն չենք ասում սովորել։ Բայց ինչ ես ուզում դու իմ։ Ինչ ես ուզում որ այո, գյոզելական երկեր ունեն։ Այդ երկերը թողած էսի չեն երկում։ Դո Շերամ ունենք, Հավասի ունենք, Սայատով ունենք, Գուսանաշոտ ունենք, Ջիվանի ունենք։ Դո թողած երկերը երկեն ցավդ տանեն։ Սայապեր, պապերը վաբեք ես ուզում էլի։ Իհա վատ կլի։ Չէ, ու ասում։
Են անդեր ռադիոնել անջատել են։ Թող էլի։ Երեսին եք խմել արդեն մայիսին եկնեք կա, մայիսին եկնեք։ Աշո։ Բարև շուշի։ Ինչ կա։ Խմացես։ Շուշի խա, նենց քիչ։ Քիչ ինչքան։ Դե մի թեթև ես գիտես շատ չեմ խմում, ես քիչ եմ։ Հա, չէ, դու հարբում ես, չես խմում։ Լավ էլի շուշ, կյանքում։ Աշոտ ջան, դու քեզ սպառել ես որպես հարբեցող, ուրիշ բան մտածի։ Աքսյոմով հարբեցող ես դարձել։ Շուշտես բարերին չես ասում։ Բա ինտելեկտուալ եմ ես աշ։ Շուշա, դե դու առանց պատճառ ոչինչ խմեմ։ Պատճառ կա, չէ, առիթ։ Հա։ Իսկ առիթի կենացը խմել։ Առիթի կենացը ոտքի։ Պահի կենացը։ Ոտքի վրա։ Ծնողների կենացը, բան հա, այսինքն ամեն ինչ օրենքով։ Բացի ես կզգից ասեմ, ես խմել եմ մեր հայրենիքի կենացը։ Մեկ։ Խմել ենք մեր անկախության կենացը։ Շուշ ասա, չխմեինք շուշ։ Հրաշալի է, երկուսն էլ հրաշալի կենացն են։ Շուշ մեր հզոր բանակի կենացը։ Շատ հզոր կենացը։ Շուշան քո կենացն եմ խմել շուշ։ Ջրուտ։ Հա շուշ։ Ու անգամ քո կենացն եմ խմել։ Իսկ իրար հետևից թե ժամանակաժամանակ։ Իրար հետևից շուշ ջան։ Երեխու կենացն եմ խմել։ Գնանք սենյակ։ Երեխու կենաց 3 անգամ խմել եմ։ Կարող եք իջա։ Ես որ կենաց չեմ թողել։ Աշոտ։ Մայք։ Արա։ Սեի մորացի երսեն սխալ կյանքում չէի թույլ տվել։ Շուշան ներողություն ցավը տամ։ Ինքս պետք է, չէ։ Ասա դու սպասես այդամ 3 հատ իր կենացը խմեմ գա։ Կտի մույ։ Շորը։ Արման ջան, տրամադրությունը դուրս չի գալիս, մի տեսակ տարօրինակ տրամադրություն ունես։ Ինչ ա եղել։ Ուղղակի շաբաթ օրը հարսանիք եմ հրավիրված, բայց չեմ ուզում գնամ։ Եթե չես ուզում մի գնա։ Հա ոնց չգնամ։ Երկիչը ես եմ։ Արա ճիշտ ասած շաբաթ օրը ես էլ պիտի հարսանիք գնամ, բայց այսքան չեմ ուզում գնամ։ Լինում է չէ որ մարդ չի ուզում էլի հո զորով չի։ Այդ չեմ ուզում գնամ, ոնց որ մեռնելով գնամ։ Չեմ ուզում ու վերջ։ Նոր դու ինձ էիր խորհուրդ տալի։ Եթե չես ուզում, մի գնա։ Արման ջան, չեմ կարող է։ Ես էլ այդ հարսանիքի թամադան եմ։ Ձեր երկուսի գործն էլ հեշտ է։ Ինչի՞։ Որտեվ շաբաթ օրը ես էլ եմ հարսանիք հրավիրված։ Հա։ Բայց ինչքան դուք չեք ուզում։ Հա։ Ինչքան չեք ուզում, երևի մի 15 ավել այդքան ես չեմ ուզում։ Այ քեզ։ Քեզ ինչ ա եղել։ Չես ուզում մի գնա։ Չեմ կարա է։ Ինչի՞։ Այդ հարսանիքի փեսեն էլ ես եմ։ Հարսը կաշվեց։ Պապ ջան։ Հա ջան։ Որոշել եմ ամուսնանալ։ Շատ էլ լավ ես արել տղա։ Լավ չես ասում։ Հա։ Արես ինչ լավ բան ասիր։ Ես կցավը տանեմ, ապրես, մարդու չմոնոտնա, մարդուն մեծ տղա ես ամուսնանաս, երեխա ունենաս, թորները վազվզը դես տան մեջ, ապրես տղա ջան։ Ում հետ ես ամուսնանում, լավն հա։ Մի հոգի չի, պապ։ Քանի հոգի է։ 3 հոգի է։ Այդ 3 հետ էլ ուզում ես ամուսնանաս։ Չէ, որոշում եմ ում հետ ամուսնանալ։ Դե տղա ջան, պետք է ամուսնանաս նրա հետ, որ ավելի լավն, ավելի շնորհքով, ավելի ճաշակով, հագնվում, լավ ընտանիքից է, լավ ուսում ունի։ Ինչ ասեմ, ծերից ամեն ինչ գալիս է, ամենալավին պետք է ընտրես։ Մի անգամ է լինում այդ անտերը։ Ես ո՞նց եմ։ Դու ճանաչում ես իրանց։ Էդ ո՞ր է ճանաչում։ Մեր բակում են ապրում։
Ո՞վ է։ Վարդուշտատի աղջիկը։ Այն Հասմիկի Հա, աղջիկը։ հա։ Հասմիկի աղջիկը։ Հա։ Է որ բանկում աշխատում։ Հա։ Հասմիկ։ Դեռ այդ գործ ունես այդ աղա։ Ան չի բա։ Հա, գործ ունես ու չի ո՞րն է։ Այն քեզ քույր է գալիս։ Ո՞նց։ Գործ ունես։ Մյուսն ո՞վ է։ Մեր տակի հարևանը բա։ Սիրուշիկը։ Հա։ Այստեղ է դա ոնց ցիրկես դու այդ դրա։ Դու կարող ես ինչ-որ բան են ասել, դու ինչ-որ բան գիտես։ Այս աշխարհում էլ աղջիկ չկա, կտրվել աղջիկ է։ Այս գնացիր եկան, այս մեր հարևանների, մեր բանկերը։ Այդ տղաները այդ ընդհանրապես գործ ունես։ Ան չի։ Այտենց։ Էն էլ է քո քույրը։ Ո՞նց։ Չես։ Էն էլ է իմ քուրը։ Այ ինչա։ Մյուսն ո՞վ է։ Բա, ես եմ մեր դիմացի հարևանը։ Լարիսիկը։ Հա։ Այդ ոնց խոսամ, տղա ջան, դու մի անգամ էլ եք կրկնում, աշխարհում էլ աղջիկ չկա, կտրվել են այդ աղջիկները։ Էլ աղջիկ չկա, պետք է ասենց այս մեր բակի մեր հարևաններին, դրա այդ ընդհանրապես գործ ունենաս։ Ինչի այդ բա։ Այտենց շատ լավ աղջիկ կա, ուսումը տեղը ամեն ինչ լավ է, բայց Էն էլ է քո քույրը։ Ո՞նց։ Այտենց։ Էն էլ է ինձ։ Բա ինչա։ Ահա։ Այս լակոտը իմ ճաշակին է, հա։ Այ ման, սենց էլ բան կլինի։ Ինչ է եղել տղա ջան, չես ջղայնացած։ Որոշել էի ամուսնանայի։ Վայ մաման մեռնի են տղի։ Մաման քո ցավը տանի։ Էս ինչ լավ լուր ասեցիր։ Ես մեռնեմ, Լուսի, ում հետ ես ուզում ամուսնանալ։ Ում ասում է, պապան ասում է, դրա հետ գործ չունես։ Էն քո քուրնա, էն քո քուրնա, էն քո հարազատ քուրնա։ Էդ պապան ասում, հա։ Հա։ Տղա ջան մոտ արի։ Գնա աշխային, որի հետ ուզում ես ամուսնացի։ Ինքը քու հերը չի։ Աշոտ։ Արի ցավը տանեմ, արի մի բաժակ սառը ջուր խմենք, շոքա։ Չէ, ջուր խմելու տրամադրություն է պետք չէ։ Ես դուրս չես գալիս, ցավը տանեմ։ Ես քեզ նման չես, ինչ որ բան ա եղել։ Մի հարցրայլի Թևո ջան, խնդրում եմ մի հարցրայլի։ Ես որ ներվայնացած եմ ելում, ինձ բան մի հարցրայլի Թևո ջան, խնդրում եմ։ Ցավը տանեմ, հələ ասա տենանք ինչ ա եղել մի բանով օգտակ։ Արա ես որ ներվայնացած եմ ելում, ինձ մի խոսացրայլի։ Բայց քեզ ներվայնացած, ախպեր ջան, ինչ ա եղել։ Ասում ներվայնացած եմ, մի խոսացած, դու ասում ես, բայց ինչ ա եղել ասա։ Արա մի հարցրայլի, մի հարցրայ ինձ բան։ Աշոտ ջան, մեռնեմ սերդիդ, ասա տրամադրությունը ինչ չի, հրտենամ ինչ ա եղել մի հատ իմանա, մի բանով օգնեմ քեզ։ Կանոջից ես բաժավում եմ։ Չէ, հա։ Հա։ Ինչի՞։ Այտենց, չեմ ուզում բաժավում եմ։ Ինչ ա եղել, պատճառը ո՞րն է, ամոթա ցավը տանը, մեծ մարդ է, տարիքն առած, թորանտեր մարդիկ եկել։ Նորությունա բաժանվելը ո՞րն է։ Արա, Թևո ջան, ուրիշ մարդ չես, ասեմ քեզ արա։ Ինձ ասում Այս ջան։ Չէ, հա։ Բա, դու 100 տարվա ընկերն ես, արա, դու ինձ կազոլություն անելուց տեսնես Թևո ջան։ Արա, բայց տղամարդը չմտնի դու որ կինը չիմանա ինձ ցանկություն մտնի։ Բա դու մտնես ու կինդ քեզ ասի, «Կազի», արա, վсё, ես դրա չեմ ապրի, վերջ։ Բայց ցավը տանեմ, ինչ պատճառ կարող ինչ որ մի բան կա, առիթ կա, որ մարդը ասում է, բայց Արա, Թևո ջան, ընկերս ես ուրիշ մարդ չես ասի։ Մտածում։ Մեկ էլ տենամ մի հատ տղամարդ հետ բավկաց։ Բա արի այդ կազյոլ, արի տես տղամարդը ոնց անում։ Արա, բա ես կազյոլ եմ գնում։ Ո՞վ է։ Լույսի մարդը։ Ում մարդը։ Լույսի։ Բան, գիտեք ինչ։ Տունը մարդ չկա։ Բայց տան լույսն ինչի է վարվում։ Հեսա կանջատ եմ։ Բարև ձեզ։
Это красиво. Կարող եմ պատվեր ընդունել։ Վաղուց։ Ասեք լսում եմ։ Ինձ մակ կոֆե։ Մակ կոֆե։ Ձեզ դառը սուրճ։ Դուք Նորմալ։ նորմալ սուրճ։ Եվ մի բաժակ ջուր կամ մի շիշ։ Մի բաժակ էլ ջուր։ Դուք Դառը սուրճ։ եղա։ Մի րոպե։ Մեկ էլ աշխարհին խաղաղություն։ Աշխարհին խաղաղություն։ Այդպես։ Ձերը ինչն է։ Մակ կոֆե։ Մակ կոֆե։ Խնդրեմ։ Ձերը Նորմալ սուրճ։ նորմալ սուրճ։ Ձերը Դառը սուրճ։ խնդրեմ։ Դառը սուրճ։ Ձերը ինչն է։ Դառը սուրճ։ Դառը սուրճ։ Մեկ էլ աշխարհին խաղաղություն։ Այդ աշխարհին խաղաղությունը վերջացել էր։ Շոր ենք փորձում։ Մարգո, իմ տանը ինչ է կատարում, Մարգո, կարող ես բացատրել։ Շոր ենք փորձում։ Շոր ենք փորձում։ Չհասկացա, Մարգո։ Մարգո, ես ինչ ես։ Շոր ենք փորձում։ Մի րոպե։ Արդյոք։ Ես ինչ է, Մարգո։ Ոչ մի բան, ուղղակի։ Ես ես ամեն Արա շորը ծերտումը չի կարա փոխել, ես ինչ է։ Ես ամեն ինչ անկախիզից ստացվեց, ցավը։ Մարգո։ Ես Մարգո, պապուս նվիրացրացան նուրա։ Բայց դե հրացանը ինչ կապ ունի։ Մարգո, ուր է պապու նվիրացրացանը։ Դարակում է։ Դե դուք շարունակեք ես գալիս։ Ես գնացի։ Ես Մարգո, մի հատ էսկո։ Էսկոմը։ Մի րոպե։ Բայց սպասի բարդ։ Ոյ, բատենց են խփում։ Մամայսյո։ Այս սենց ես անում, էլի որ ոչ մի ինքեր դուրը չի բացում։ Հրրա, տրկուչեկը։ Բարև ախպերս։ Ոյ, բորը ծավատան է։ Ոնց ես ծավատան։ Դու ախպերս, դու։ Հիշեցիր ինձ։ Ոչ եմ հիշում, դու տելևիզորի հոբոնք ես։ Լավ ես, շատ լավն է։ Ծավատան եմ։ Դե ես էլ քեզանից եմ միշտ գալիս ոչխարտանը, որովհետև լավ ոչխարներ ունի։ Բայց ողջորի։ Շատ լավ, լավ։ Ուրիշ։ Մի հատ լավը գջոկ ես։ Երկու ջոկի, ծավատան, որչուն ես։ Ախպերս գործերդ լավ է։ Չի ճելի, հապարկոտ։ Այդ ծավատան եմ, լավ է շուրացած տղա ես, նա լավ կարծում արակի, ավտոարքշի, տուն սարքի։ Ապի կարնիմ, ուղղակի դրա համար 7 պատճառ կա։ Հա որն է այդ 7 պատճառը, որ Առաջինը որ փող չունի։ Լավ է։ Հիմա ասենք որ դու 10 միլիոն դոլար ունենայիր։ Հա։ Կեսը կտայիր ինձ։ Ահոտից է չտայի։ Դու լավ տղա ես, լավ էր դերերից խաղում։ Անպայման քեզի կտայի, ուղիղ կացինով կիսեի 5 միլիոնը տայից։ Կարելի է։ Կեսը կտայի քեզ, հա։ Լավ, դու հիմա ունես 10 հատ Mercedes ավտո։ Հա։ Կեսը կտայիր ինձ։ Քանի է տան կեսը։ Իգատ։
Այ բախտավորին եք, հա։ Բախտավորություն ձեզ, Ամոթից թե դեցած չտայի Մերսեդես։ Ցավը տանը մի բան էլ ասեմ։ Ասո։ Եթե 40 հատ ոչխար ունենայիր, կեսը կտայիր ինձ։ Լատիսի։ Գիտի եմ որ 40 հատ ունեմ։ Ոյ օպերիս դինեք, օպերիս։ Բարև մռութ։ Բարև ձեզ։ Բարև մտերի մարդ։ Բարև ձեզ։ Մտեք։ Բարև ձեզ։ Ինձ կարող եք սիգարետ հյուրասիրել։ Ինչ եք ասում։ Ես ընդհանրապես կյանքում ոչ մի անգամ սիգարետ չեմ ծխել։ Неужели? Ինչ է տակշքիր։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև մռութ, իսկ վիսկի, կոնյակ, շամպայն, կոկտեյլ։ Ինչ։ Բայց ինչ եք ասում, ես այս տարեկի մոտ եմ կյանքում մի անգամ, մի կաթիլ անգամ ոչ մի խմիչք չեմ օգտագործել։ Կարող եք ինձ հյուրասիրել։ Իհարկե կարող եք։ Դե հյուրասիրեք։ Մտեք։ Պաստորեն արդեն մտել եք։ Եկա։ Բարև ձեզ։ Բարև, իսկ խաղերից, այ խաղերից ինչ եք շատ սիրում խաղալ, բլոտ, բուրակի, նարդի, բալիբոլ։ Нет, ես միայն գիտեք ինչ եմ խաղում։ Հոպ զիլինա։ Փաստորեն 3 օր իրար հետ գնացքում զիլինա ենք, հա, խաղալու։ Սուրճ, ուզում եք ձեզ հյուրասիրեմ, ես ձեզ սուրճ, ուզում եք ես ձեզ հյուրասիրեմ, սուրճ, ուզում ենք սուրճ, շնորհակալություն, Ուրիշ ինչ եք ցանկանում։ բայց առայժմ չի ստացվում։ Սուրճ։ Խմեք։ Սուրճ խմեք։ Ինչու՞։ Տակա։ Попробуй, Джага, попробуй, мне это надо, опять мне кажется, что кружится, попробуй, попробуй, Джага, попробуй, мне это надо, опять мне кажется, что кружится, голова мой сладкий, Ես կարդում եմ։
Му, это надо. Խմեք։ Ուղղակի խմեք։ Առավոտ կանուխ, էլի կարդում եք։ Այո, ես միշտ կարդում եմ, թե առավոտ կանուխ, թե գիշեր կանուխ, միշտ կարդում եմ։ Մառոտ։ Կարդացեք։ Ինչ ենք կարդում։ Գիրք։ Լուրջ եք ասում։ Մամայար եմ։ Ինչի մասին։ Կովերի։ Իսկ ներողություն, դուք մասնագիտությամբ ով եք։ Ես զբաղվում եմ անասնաբուծության եւ անասնաբուժության ուսումնասիրությամբ։ Աստորեն, Մայրում բուծում եք։ Այո, իհարկե, բուծում ենք։ Իսկ մի հարց կարելի է։ Եթե կովը։ Այո։ Կովը։ Ուզում է ցուլին։ Այո։ Շատ է ուզում ցուլին։ Այո։ Կովը ինչ պետք է անի, որ ցուլը դա հասկանա, որ նա շատ է ուզում։ Ասեմ, շատ հետաքրքիր հարց տվեցիք իմ ջանոց, եւ այդ հարցը հետաքրում է շատ շատերին։ Ուրեմն երբ կովը ցանկություն է ունենում, որպեսզի ցուլը մոտենա իրեն, կովը սկսում է այդ զգացմունքից քրտնել։ Սկսում է քրտնել եւ այդ քրտիկի հոտը ցուլը զգալով գնում է դեպի կովը։ Աստորեն, 3 օրը դու գրիպ ես։ Աշոտ ախպեր։ Հասան Գերջան։ Այսքան ժամանակա իմ համար մութ է։ Այդ հարաբերականության տեսությունը Էյնշտեյն, որ ասում են։ Հա։ Այդ ինչ է։ Ոնց արա դու չգիտես որն է հարաբերականության տեսությունը, արա։ Արա այս տարիքի մարտես միջև մի դու չգիտես թե որն է։ Արա դու ֆռում ես իմ վրա։ Չէ, ցավը տանա։ Բայց դու միջև մի չգիտես հարաբերականության տեսությունը որն է, արա։ Հա, այդ Էյնշտեյնը ես չգիտեմ որն է։ Հարաբերականության տեսությունը, ավո ջան, գիտես որն ախպեր, հալը վեկած կանգնի, վեկած, ուրեմն հիմա ասեմ, ավո ջան, այդ հարաբերականության տեսությունը որն է, այո մի ախպեր, ես ու դու կայնած եմ, չէ, հա, բայց դրսի մարդկանց համար նստած ենք ախպեր։ Ջոգ է ախպեր։ DPPZ։ Բարև Քույկյան։ Բարև։ Քույկյան, մի կտոր տորտ չեք տա։ Տորտ։ Այդ տղա ջան, ամեն օր գալիս ես հաց ես ուզում։ Այսօր էլ եկել ես տորտ ես ուզում։
Գույգյան, էտով, տնունդը պա։ Ծնունդը շնորհավոր, աղբեր ջան, առ, վերցրու։ Երևան, Երևան, իմ միակ օթևան, ես կանցնեմ կգնամ, դու ապրի հավիտյան, Երևան։ Լավն էլ ես մեր Երևանի օդն էլ լավն է։ Անձրևից հետո շշմելու ես այս արևը կելնի։ Հարութ։ Հարութ են կտուրը տեսնում ես։ Ուր աշճան։ Կարմիր կտուր կա, այս մատի սուղությամբ էլ նայ։ Հա, տեսա։ Դրանից մի քիչ եսկո մի հատ ուրիշ կտուր է, կանաչավուն, մի քիչ մուկ, մի քիչ բաց ներկնես, Հա, տեսա։ Հիմա մի քիչ էլ արի աճ բարձացի վերը տեսնում ես հենց այրին։ Հա։ Դա ծախնել լույսի նման բանա ու ծուխա դուրս գալիս թեթև։ Հա։ Տեսնում ես։ Տեսա, հա։ Էդ էլ ես տեսնում։ Դրանից մի քիչ եսկոմ իջի ներքև ուղիղ, նայ սպիտակոտ սենց շենք հա բաց գույնի ու պատշգամբը բալկոն խառը լվացք է փռած, տեսնում ես։ Ահա, իդիշ լվացք են փռել։ Պարան չլի լամոչ։ Ամուտա։ Լավ։ Մի քիչ էլ եսկոմ արի մի բաց պատուհանա Հարութ։ Հա։ Բաց պատուհանա ներքևն է ծաղիկներ է, ծաղկամա։ Տեսա։ Ու այդ սիրուն աղջիկա կանգնած լրիվ մերկ, տկլոր։ Տեսնում ես Հարութ։ Արա տեսա։ Արա ես չեմ տեսնում։ Աբո։ Յա, Աշա ջան։ Բարև Աբո ջան։ Բարև Աշա ջան, բարև։ Սուրճ կամես, չէ։ Արմինե ջան, մի հատ սուրճ բեր, դառը։ Դառը, չէ։ Մի հատ դառը սուրճ բեր։ Հետո Աբո ջան, ինչ կա։ Սովորական ինչ պետք է ապրում ենք էլի։ Դու ո՞նց ես։ Ոչինչ Աբո ջան, բայց շատ վատ է։ Ո՞նց։ Չի։ Չես թե բացել։ Չէ։ Շատ վատ է, չէ։ Բա գնացի են աշխարհ հետ եկա։ Ոստի։ Բա կլինիկական մահ տարա, չէ։ Ինչ ինչ բանը։ Կլինիկական մահը չգիտես։ Լսել եմ, բայց արեն որ մեռնում են, հետո նորից հետ են գալի, բա չի մացել։ Յա։ Բա։ Հետո Գնացի են աշխարհ հետ եկա։ Իմիջած են աշխարհում խորմացի գորդ տեսա։ Դի լավ է։ Ահա։ Ասեց Աշոտ ջան, գիտեմ հետ ես գնալու։ Աբոյս որ կտնաս, կասես պապան շատ խիստ վիրավորված ու շատ խիստ նեղացած է քեզնից։ Չի։ Ասեց որ աբոյին տնաս, կասես այդ աբո, այդ ասեց ամոթ է կասես։ Այն Աշոտի պարտքը երբ ես տանում։ Այդ տղա։ Եկար Վարպետ ջան, համեցեք, անցել Վարպետ ջան, համեցեք, այստեղ է, այստեղ է, ուրեմն, Վարպետ ջան, այստեղից ծորումը, այստեղից ծորումը սենց կամանց գալիս է ստեղ, այս տոչկեն տեսնում ես այն կետը, այնտեղ հավակվում է հավեսով կաթումը, բայց պարզվում որ մենակ այդտեղից չէր ծորում, որ թողես ինքն այնտեղից չծորում։ Ուղղակի այն 4-րդ հարկից ծորալով գալիս անդեղ, այնտեղից ծորալով գալիս ասվածտեղ, միանմա էս ծորալում, էս ծորալուց գալիս աստեղ, փոքր հավաքվում, դլղ այդտեղից կաթում է։ Բայց ուներ շատ չի կաթում, փոքր նենց, տեղ կաթում է։ Այդտեղից կաթում է, Այն մի տեղից մի ժամանակ կատվել, բայց հիմա չէ, երբ սառը ջուրը տասեն կատվել, չէ, իր համար տես մնում է տեղ։ Ասկան Վարպետ ջան, բայց ոտերից որ չէր կատում, չռռալով գալիս էր։
Իսկ այդ ուրեմն դա մենակ դրանով չի, որ մենակ իրանով էլ ուրիշ բան, որ սառը ջուրը տալիս է, ընդերից էլ գալիս վյաննասներ, այս մյուս կետին, այդտեղ չռռալով գալիս է, վարպետ էտիշ գալա գալիս, այդ տակը աման են տնում, այդ թաս են տնում, այդ չգիտեմ ինչ ասես անում են։ Դու մի ասեն հարևանից որ գալիս է, միանում են ծորալուն, այդ ծորալուց գալիս է այստեղ, այդ էլ այդ սառը ջրի ժամանակ գալիս է չռռալով գալիս է, այդ չռռալը մի կողմից է կտ Աշոտյան, վայ վարպետը փաստորեն եկել է, վայ չեք պատկերացնի, արդեն խելագարվել ենք, ամբողջ գիշեր, ամբողջ կատ, խելագարվել կարել է, համեն տարել ձեզ։ Կինս է վարպետ չէ։ Տելեփոն։ Ինչ աշոտի չի եղել։ Մարգո այս մարդը որտեղից քեզ գիտեր։ Վայ մամա Ֆլորա, ես չի մանամ որտեղից գիտի։ Ոնց թե ես ինչի մանամ, բան չասեցի ա։ Այ բույսերի սարին կյանքում առաջին անգամ եմ տեսնում։ Աղջի դու էլ բանկը թարի է տվել, բույսի սարևը որն է։ Որտեղից գիտի քեզ ասա։ Վայ Աշոտ ջան, չգիտեմ, ես համապատրաստից եկա ասեցի բարև ձեզ, չէ՞։ Հա։ Ինքն ոնց բարև ասեցի ա։ Ես էլ ասեցի բարև, ինձ չի չասեցի ա։ Այ երբ որ Ասա կգնամ հիմա իրանից կիմանամ, որտեղից գիտեմ։ Աշոտ ջան, երբ որ Արա դու երթում ես որտեղից բույսերի տանում ես է։ Հեսա ես կգնամ իրանից կիմանամ, թե քեզ որտեղից։ Մի րոպե, Արտե ջան, ասում եմ ես գործդ վերջացնես մի 50-50 իրար հետ բան խմեք, իմ քաշածողից։ Ես տունը իմը չէր, գիտես, մեկը պարտքեր, պարտքի դիմաց ես տունը տվեց։ Վարպետ, ես դասախոս եմ աշխատում, ինստիտուտում։ Բայց առաջ սպորտսմեն եմ եղել։ Վարպետ, քանի տարեկան ես։